Տարեն իրականացվում է ծրագիր, որի նպատակն է Գյումրիում անօթևան ընտանիքներին ապահովել բնակարանով, կասեք, ծրագիրը երբ է մեկնարկել եւ ինչ նպատակ ունի։ Ծրագիրը մեկնարկեց 22 օր առաջ, գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նախաձեռնեց դրամահավաք բրիտանական Crowdfunder կայքում, նպատակն էր հավաքել 8 շաբաթվա ընթացքում հավաքել 120,000 ֆունտ, որով երկրաշարժից հետո Գյումրիում անօթևան մնացած ընտանիքներից 13-ի համար ձեռք կբերվի բնակարաններ։ Արդյունքում կազմվեց բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որոնց նպատակն է համախմբել ստացված միջոցները եւ կենտրոնացնել միևնույն նպատակի վրա։ Տեղեկացանք, որ իրականացվել է նաև բարեգործական աճուրդ, դրամահավաքը, միջոցառումները երբ են մեկնարկել։ Բարեգործական աճուրդը տեղի ունենալու մարտի 19-ին նշեմ, որ մեր մարզաշխարհի ներկայացուցիչները շատ ակտիվ են եւ մեծ պատրաստակամությամբ միացել են մեզ Արսեն Ջուլֆալակյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Յուրա Մովսիսյանից արժեքավոր իր Յուրի Ջորկայիի հետ կապված է, այնպես որ կարծում եմ, որ ստացված ծրագիր կլինի եւ բավականաչափ միջոցառումներ կստացվի ներգրավել։ Լինելու է դրամահավաք Հյուսային պողոտայում փետրվարի 28-ին ժամը 17-ին Երևանը Գյումրու կողքին խորագրով, նպատակը էլի նույնն է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆավան շարժումը կազմակերպելու է բարեգործական ֆուտբոլային խաղ հայտնի դեմքերի մասնակցությամբ, այնպես որ կա այսպես շարք ծրագրեր, որոնցից ստացված միջոցները փորձում ենք ներգրավել, որպեսզի կարողանանք իրականացնել ծրագիրը։ 88-ի աղետից անցել է 2-11-ից ավեր, սակայն իշխանությունները փաստորեն չեն կարողանում անօթևանության խնդիրը լուծել։ Դուք կարծում եք խնդիրը գումարների, թե քաղաքական կամքի բացակայության մեջ է։ Կատարել ենք այսպիսի հետաքրքիր հաշվարկ, Հայաստանի Հանրապետությունում կա 1072 ծառայողական ավտոմեքենա, որոնց սպասարկման նպատակով 2016-ին պետբյուջեից 1 միլիարդ 200 միլիոն դրամ է դուրս գրվելու չհաշված վարորդների աշխատավարձը։ Եթե վերցնենք մեկ մեքենայի պայմանական արժեքը $25,000 եւ պատկերացնենք, որ այդ պաշտոնյան օրինակ երթևեկում է ոչ թե $20,000 մեքենայով, այլ $8,000, 1072 մեքենայի կտրվածքով մենք կտնտեսենք $20 միլիոն։ $20 միլիոն կկարողանանք 1600 ընտանիքի համար գնել բնակարան։ Հոգ չէ, երբ Լոնդոնում օրինակ քաղաքապետը հեծանիվով է երթևեկում, որ պաշտոնյաները երթևեկեն ավելի համեստ ավտոմեքենաներով, կարծում եմ կյանքի բացակայության մասն է խոսքը։ 50-ից 60 միլիոն դոլարով հնարավոր է 4000 ընտանիքների հարցի լուծել, իսկ մենք 27 տարից ավելի արդեն չենք կարողանում դա անել։